Բարև, այսօր հերթն ասել է հայկական հեռուստաալիքների չաթերի։ Ձեզանից որևիցե մեկը երբևէ զգացել է, թե ինչ են մատուցում մեզ հայկական TV-ները։ Ինչ պրոդուկցիա են տալիս եւ ինչն է մեզ ամենաշատը ներվայնացնում։ Իհարկե հետաքրքրել է։ Համոզված եմ յուրաքանչյուր հայ ընտանիքում կա այսպիսի մի կռիվ։ Աղջի, էդ երեխեքին մի թող սերիալն է։ Բայց ինչ չթողնել, հենց կնիկն է հիպնոզացած նստած տելևիզորի դեմը։ Հոգնեցնելու աստիճան, նույն մարդկանց, նույն դերասաններին, ձնագնդու նման գլորել մի սերիալից մյուսը։ Սա հակաէսթետիկական է, հակագեղագիտական է եւ հակագեղարվեստական։ Կան TV-ներ, որոնք ենթարկվում են ներքին ճնշման եւ կան անկախները։ Օրինակ մենք բոլորս կուզենայինք ապրել հեռուստաալիքներից մեկի հեքիաթ պատմած Հայաստանում, որ ասենք աշխարհն էլ շուր գա միևնույն է սրանք պատմում են, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ է։ Ես փորձում եմ պրիմիտիվ ներկայացնել ասելիքս, դրա համար էլ չեմ օգտագործում այնպիսի արտահայտություններ, որոնցից են օրինակ ճղճիմ կամ թավաքյալի բառերը։ Լավ ինչևէ, հուսանք լեզվի տեսչությունից մեզ ոչ մեկ չի նայում եւ շարունակենք մեր քլունգ պրոդուկցիան։ Սոված սատկող TV-ները հաճախ նկարում են այնպիսի էշ հաղորդումներ, որ կարողանա գոնե կես հատիկ սպոնսոր բռնել։ Իսկ հարուստները սպոնսորի փաթեթի համար պապայի գներն են ճպծրել։ Լավ, ինչ ենք մենք դիտում սերիալից եւ գովազդից բացի։ Գրեթե ոչինչ։ Այս թեման մշակելու ընթացքում ես մի ամբողջ օր փորձեցի հետևել կոնկրետ մի ալիքի եթերին ու հասկացա մի բան։ Լուրեր, որը միշտ ձեռն պայմանում ստույգ կամ ազատ ինֆորմացիա հաղորդելուց, սերիալ, որը իր ամբողջությամբ, գովազդ, որը տևողականության տեսանկյունից ոչ մի րոպե չի զիջում սերիալին, անկապ ու անիմաստ բուտաֆորիա դեմքերով դիլետանտ հաղորդավարներով ծրագրեր, եւ այս ամենը շաղախված է մի ղազանում, որը կոչվում է հեռուստատեսություն։ Բայց անունը չեմ ասի, որովհետեւ արդեն սաղ պարզ է թե ում մասին է խոսքը։ Համ էլ որ անունը ասեն, որոշ մարդիկ սա կսարքեն քաղաքականացված մոտեցում։ Որքան էլ մի դերասանը տաղանդավոր է, բայց եթե 400 սերիա նրան տեսնում ես ամեն երեկո, նույն արտահայտչության միջոցների մեջ, 10 օր հետո նա տեղափոխվում է մեկ այլ սերիալ, նա իր հետ տանում է նույն արտահայտչականությունը, նույն խաղային սկզբունքները, եւ իբրև դերասան ինքը չի հասունանում։ Երբեմն սրանք ինքնապաշտպանական մեթոդով փորձում են արտարանալ, որ ժողովուրդն է պահանջում այն ամենը, ինչ մենք ցուցադրում ենք եթերով։ Ստոպ, համամիտ չեմ ես։ Ձեր ասելով մեր ազգի 80%-ը ճակերտավոր հետամանացներ են, որ փորձում եք կուտտակ ու կերցնել ձեր անմխիթար եթերը։ Մարդիկ այլ ընտրանք չունեն։ Համարյա չկա ոչ մի հեռուստաալիք, որ կարողանա ապահովել հասարակ քաղաքացու հասարակորվա հասարակ ժամանցը։ Եթե ես սխալ եմ ու ձեզանի չաթերն իմը հակառակն են մտածում, ուրեմն թող Աստված դեմս բերի ու ես եթերի խերը չտեսնեմ։ Գովազդ։ Ինչ ասել է գովազդ։ Գովազդատուն երբեմն անկապ փողեր կարող է ցպնել ալիքի վրա, լիժ բտեսնի իր մակարոնի կամ պրակլատկի ռեկլամը, ու տանը նստած դիվանում քորի հաստ փորը եւ հրճվի։ Կնիկ, արի լնայ մեր ռեկլամը ցույց տալի։ Դա երբեմն։ TV-ն ինչքան ասես կարող է գովազդ տեղադրել եթեր, որովհետև նրա եկամուտի աղբյուրներից մեկը դա է։ Սա նորմալ է, բա ոնց։ Իսկ թե ով է դարդը քաշելու։ Այդ արդեն իրենց գործը չի։ Նայեք, ամենավատ բանը, սկսվում է սերիալ, ինձ միկրոինֆարկտը խփում է։ Դեմի տիտրերից հետո լսվում է այսպիսի մի ձայն։ Շարունակությունը դիտեք գովազդից հետո։ Այստեղ արդեն օփշիրնին պատրաստ է։ Հետո մի 15 րոպեանոց գովազդից հետո սկսվում է Բոզբաշ սերիալը։ Ռոմեոն սիրում է Ջուլիետին, հետո հայտնվում է Պապա Կարլոն եւ քանդակում Բուռ Անտոնիոին։ Հետո գլխավոր հերոսը կարդում է դատախազի Զաքսի վկայականի մեջ ստորագրած քաղաքացու թոշակի գրքույկն ու ասում. Շարունակությունը դիտեք գովազդից հետո։ Էշություն էր, չէ՞։ Բա տեսնում եք, որ ես էլ հանգիստ կարող եի սերիալի սցենարիստ լինել, բայց ես հաստատ այդքան մարդու մեռնելու մեղքը ին վրա չէի վերցնի։ Հաղորդումներ զանազան մեկը մեկից մազալու, ու ձիկտերները գազան կամ ծառացեն կամ շինցու, կգա արդյոք գետ մի օր, որ իմ սիրտը հովանա, ու երկիրը մեր ամբողջ զոլանա ու զարգանա։ Ոնց կուզենայի ես էլ հեռուստահաճախականության լիցենզիա ունենայի ու բալգարքի ալմազե դիսկով տաշեի մարդկանց ուղեղները։ Հա ինչու՞ չէ, ես էսպես խոսում եմ, բայց հենց ձեռս հնար եղավ, ես կնկարեմ հաստատ այսպիսի վերնագրերով սերիալներ։ Ամբան տամբատը, դժբախտ զապիսնոցի աշխատողը, մուսուլման կավբոյը եւ կաշառակեր սպունգը։ Կնկարեմ գովազդներ միջադրիների առաքման եւ տեղադրման մասին։ Կնկարեմ կոնյակի գովազդ, որտեղ աղջիկը կպաչի տղուն եւ կհայտնվի հոր ոտի տակ։ Կնկարեմ ինչ մի թափարում եմ անիրական երազանքների ծոցում։ Մենակ ես էի պակաս հայկական հեռուստաարտադրման ոլորտում։ Ես էլ եմ ուզում խցկվեմ։ Դրա համար հազար եմ ասել, ամեն մարդ իր գործը պիտի անի, ոչ թե փողեր թափտա ու դառնա ասենք ես իմով։ Օրինակ իմ կարծիքով ես շատ լավ անում եմ այն, ինչը ինքս համարում եմ ճիշտ։ Ճիշտ է, երբեմն նեղացնում եմ մարդկանց, բայց դե պատկերացրեք ազգը ինչքան է նեղված այդ մարդկանցից։ Վերջերս շատացել են մեզ ահաբեկելու ձևերը։ Լսեք, պարոնայք։ Ոնց եք։ Այսքանների մտքի թրիչքն այս թեմայի շուրջ։ Երիտասարդ աղջիկներ, երբ որ ինձ կոմենտներում գրում եք կյանքս, սիրունս կամ հրաշքս, հիշեք ընդամենը մի բան։ Այ մարդ գոնե լիչնիով գրեք, տունը կնիկ է բանը մտնել է կարդալ։ Մեզ կարող եք գտնել նաև blognews.am կայքում։ Ձեր հետ անտիվիրուսներ, շարունակությունը դիտեք գովազդից հետո։